ամենասիրելի խումբը պացիենտների մարդկանց շփվում են, ապագա մայրերն, հղիներն և կերակրող մայրերն պատրաստվողները հղիության էլի։ Հիմա ուզում ասեմ, դեռ մեջ կա հղի։ Մյուսները երևի պատրաստվում են կամ ես հիմա կարճ փորձեմ շարունակեմ հիմնական դրույթները, որ պետք է ունենան հղիների մարդկանց ուսումնարանում, խոսենք ինչի է պետք, ինչի է կարևոր ուսումնումը հղիների համար, բացի նայած որ շինանյութը անհրաժեշտ է և ձեր համար և երեխայի համար, այն բոլոր կարևոր պարտադիրները, որ պետք է մինչև հղիությունը անել, որպեսզի հղիանալ, եթե իհարկե դա պլանավորված հղիություն է, և այն հիմնական սննդամթերքները ուսումնանյութերի ինչերի վրա պետք է ուշադրություն դարձնել հղիության ժամանակ, հետո կխոսենք այն բոլոր չկայուններից, կամ հենց առաջին կխոսենք չկայուններից, հետո կխոսենք կայուններից ու պարտադիրներից, ու վերջում, եթե դուք հարցեր կունենաք, ես շնորհացիով այդ հարցերը կբացեմ։ Հղիությունից ընդհանրապես հղիությունը ամենահեքիաթային մասից մեկն է ճանաչում, որովհետև նախ երեխան փոքր է ձեր հետ է չինացում, չի ուզում, ոչ մի դժվարություն տեխնիկապես չունեք, հետո այդ կապը շատ ավելի էներգետիկ է ու հորմոններն և ալիքներն կնոջը փոխում են հենց, ոնց որ երևի կյանքում ինչ-որ շնորհված չի փոխում։ Եվ իդեալական պայմաններում այդ ժամանակ հղին հիմա բոլորի ուշադրության կենտրոնում, բոլորի կատարության կենտրոնում, ով ինչ կապեզում է արթնանում, և այդ իրան պատրաստում ձեռների վրա պահեն։ Շատ կարևոր է, որ այդ ընթացքում հղին ապագա պատրաստվող հղին լինի մի քիչ գիտակից, մինչև հղիանալը, ինչա պետք։ Առաջինը պետք հասկացվի, որ այդ բացի այդ վարդավորման պահին վերաբերմունքից հղիությունը քիչ ավելի լուրջ վերաբերվում, որովհետև հղիությունով ու առաջին տարվա երեխայի 3 տարով պայմանավորվում է իր ամբողջայնքի առողջությունը։ Ոնց դուք կտանեք ձեր հղիությունը և առաջին տարին երեխան և կուտի, և կմեծանա, և հոգեկան, և էմոցիոնալ, և ֆիզիկապես, երեխան տենց գնելու է իր ֆիզիկական, հոգեկան, էմոցիոնալ առողջության մոտ 90% դրանով պայմանավորված, մնացածը արդեն հաճույք պայմանով։ Դրա համար, եթե ասենք ավելի կոնկրետ խորհուրդների, առաջինը մայրը պետք է հասկանա, որ ֆիզիկապես առողջությունը իր մամայի առողջությունը, նաև երեխայի առողջությունը, ինչը ենթադրում ֆիզիկապես առողջությունը։ Առաջին ու ամենակարևորն ու ամենահեշտ այդ վտանգավոր վնասակարար սովորություններից շահագրգիռը։ Ծխախոտ պետք է 6 ամիս առաջ հղիությունից ընդհատել։ Եթե մայրը ծխում է 6 ամիս պետք է չծխվի, ոչ մի շաբաթ շաբաթալ ուղիղ 6 ամիս, որպեսզի նիկոտին դրդուները դուրս գան։ Ծխելուն վերաբերվում է նաև պասիվ ծխելու, որտեղ Հայաստանը ամենաշատ ծխող երկրներից մեկն է, այս դեպքում ինքը ոչ միայն ինքը չպիտի ծխի, այլև չպիտի ծխեն իր շրջապատում։ Այսինքն սրճարան և կաֆեների չեմ ասում, որ բացառվում է, որ նույն տանը որ դուք կապում, այդ տանը ծխվի, ծխախոտի ծուխը ամենաառաջին քններից մեկն է։ Եվ գենետիկ անորմալիաներ առաջացնելու դիրքում է, և երեխայի բնական արատների առաջացնելու, և հղիության բարդությունների ընթացքի համար, և երեխայի թելքաշտվելու, և այլն, ծխախոտը համարվում է ամենաառաջին թշնամիներից մեկը։ Լավ կլինի, որ տանը ընդհանրապես չծխեն, և եթե դուք ինչ-որ տեղ եք գնում, որտեղ ծխում են, գտնում եք գոնե չծխողների զոներ, ամեն մի 4 ծխախոտ, որը ծխվում է ձեր կողքը, համարվում է մի ծխախոտի, որ դուք ծխում եք։ Այսինքն պասիվ ծխելը ինքը այդքան է բառը, ինքը ծխել է 4 ծխախոտը համարվում է մեկի։ Մեր երկրում մի քիչ դժվար է, բայց եթե դուք պատրաստում եք ընտանիքում երեխա ունենաք, հետո երեխային ընթացնեք, լավ կլինի այդ հարցը ի սկզբանե դնեք, որ ծխողները տանը չծխեն, որովհետև հիմա կարող է այսպես մաման երեխայի կողքը այսպես ծխում է, ինչ շրջանում շատ եմ տեսնում, կամ պապաներ այդ հղիների կողքը ծխում են, ու դա համարվում է ընդհանուր կուլտուրայի մի մաս, պետք է այդ կուլտուրան դանդաղ բացեկանում չի կանգանվում, մնացել որ չեմ ծխում։ Ես այս մասի շատ եմ խոսում, որտեղ ինքը շատ ակտուալ է, շատ ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ այդ ծխել առաջին քններից մեկն է, որ կարող է մնում, այսպես 6 ամիս չեք ծխում։ Ալկոհոլը շատ մի ամիս չեք խմում, ընդհանրապես ալկոհոլ մինչև հղիանալը։ Իրականում ալկոհոլը շատ ավելի արագ է օրգանիզմից դուրս գալիս, բայց այն աշխատանքը, որ կատարվում
ալկոհոլը արգելվելու է նաև կերակրելու ժամանակ, ալկոհոլը արգելվելու է նաև ծխելը հղիության ժամանակ։ Այդ ընթացքում չկա փոքր քանակ ալկոհոլի, չկա ասենց, չգիտեմ, կես բաժակ, թիրամիսուի մեջի ալկոհոլ, կոկտեյլի մեջի ալկոհոլ, ինչ կա անդր, ինչ-որ մի բանի մեջի ալկոհոլ, չկա։ Այդ ալկոհոլը իրականում ինքը քույն է, օրգանիզմի համար ինքը ոչ մի սննդանյութ չունի, ինքը, չգիտեմ, միշտ չի, սպիտակոց չունի, վիտամին չունի, ոչ մի բան չունի ալկոհոլ, ինքը օրգանիզմի համար այդ համարը որպես թույլ է, օրգանիզմ որպես թույլ լավ իրան քայքայում է, լավին սովոր չի շատ քանակի քայքայ։ Մի փոքր քանակ քայքայում է, հետո չի կարող քայքայ, այդտեղից սկսում է թարմատության զգացողությունը, այլանդել է տնալը սկսում կդրվել, ու մարդիկ այդ թույնը սիրում են իր այդ օրինակի դրական էֆեկտների համար։ Նույնը նաև նարկոտիկների մասին է տենց երկար չեմ ասում, ենթադրվում է, որ նարկոտիկները հրացնից մի դարի առաջ օրինցան ընթացքում դեռ փոքր դոզա չկա, նարգիլեներ, բոլորը ջուրի խմբի մեջ են։ Այս նարկոտիկներին ասնելուց ես ուզում եմ մյուս չի կարելի, այն նարկոտիկից հետո ասեմ, դա շաքարն է, որ ամենաազատ վաճառքի դրված, ամենալավ պրոպագանդով ու ամենաարագ կախարություն առաջացնող ժամանակակից տնադեղն է, որին բոլորը միանգամից, որի ասերի վրա բոլորը միանգամից նստում են։ Շաքարավազը հետաքրքիր եկավ այդ վնասակար սովորությունների մեջ, ինքը համարվում է, ոչ թե համարվում, գիտական ելույթները ցույց են տվել, որ ինքը 4 անգամ ավելի ուժեղ կախարություն առաջացնում, քան կոկաինը։ Այսինքն ինքը ոչ թե մենակ հաճելի ավորտում ես, այլև երբ որ իրանից հրաժարվում ես, ինքը բերում է նույն ֆիզիկական օգնական կախարության նշանները, այսինքն ինքը բերում է գլխացավի, գլխապոտորդի գետամանացման անկման, ճնշման անկման, մարդիկ անթափսից իրանից կոտորում են, որ կտոր խաղցերքին են դարանները բացում են, որտեղ ավերջի կտոր շոկոլադը, կարան հակնում են դուրս գան տնից, որ գնան մի կտոր մատ խաղցերքան առնեն գան, դա կանացման նախադաշտի ժամանակ բնական ֆոնի վրա մի քիչ կարող է ուժեղանալ։ Էստրոգենները որ ավելանում են նախադաշտի ժամանակ, բոլոր դրամատուրգիայի քիչ ցնցում փոխվում է, հեղուկները հավաքվում են օրգանիզմում, մարդիկ ուզում են մի քիչ քաղցր, դա լրիվ ուրիշ բան է, ուրիշ բանը, երբ որ կամ ոչ մենակ դաշտանից առաջ, այլև հետո միշտ ասում են օրգանիզմս ունի քաղցրի պահանջ։ Օրգանիզմը քաղցրի պահանջ ընդհանրապես չունի, այդ մասին մոռացեք, այդ միֆը, ռասպելա, սուտա ու չկա դες բան, այդ արդարացումը բոլորի համար։ Շաքարավազը, որպես այդպիսի մի 200 տարի ամերիկյան, օրգանիզմը արտակարգ ապրում է շաքարավազից ազատ, շատ ավելի լավ, քան թե ինքը շաքարավազը։ Շաքարավազ երբ որ ուտում եք, խոսքը վերաբերում է սախարոզային, այդ բնական շաքարին, որը արագ ներդրող շաքար է։ Նախ ինչի է ինքը վտանգավոր։ Այս հենց ինքը ընդհանուր գլոբալ խնդիր է, բայց քանի որ հիմնվանից հետո նաև ձեր ու երեխայի պատասխանատվությունն է ձեր առողջությանից ամենաառաջին հիմնվա խնդիրներից մեկը դրա համար ես մի քիչ ավելի մանրամասն եմ։ Շաքարավազը շատ արագ ներածվում օրգանիզմ, շատ արագ։ Ի տարբերություն բարդ ածխաջրերի, ինքը պարզ շաքար է, որը տենց կամ սախարոզա է, որ արագ քայքայում է դառնում գլյուկոզա ու հենց եկավ տես բերանի խորոչից մի անգամից նույնիսկ անցնում է արյան մեջ։ Երբ որ շաքարները շատ անցնում են արյան մեջ, օրգանիզմում կա ինսուլին, որը արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, այդ շաքարները արյանից դուրս տանում։ Գիտեք, շաքարային դիաբետի ժամանակ ինսուլին չկա, արյան մեջի շաքարը բարձրանում է վերև։ Հիմա այդ ինսուլին արտադրող գործանը ենթաստամոքսային գեղձն է, որը իր գենետիկայով սովոր չի, որ այսքան շատ շաքար ուտի մարդ։ Ինքը ունի մենակ ասենք ինչ-որ քանակի փոքր ռեզերվ։ Երբ որ մենք ուտում ենք առավոտ 3 երեկո եւ շաբաթ, իսկ դա մոտավորապես 100 անգամ ավելի շատ է, քան թե ասենք 300 տարի առաջ ենք ուտում, այդ գործարն իր ռեզերվը մաշում է, որովհետեւ ինքը աշխատում ոչ թե կեսերթափոխով, ոնց որ սովոր էր, հա, որ այնտեղ ուտեին։ Որտեւ այն ժամանակ մշակված շաքարներ չկար, բոլոր շաքարները օրինակ հացահատիկը թեփով էր, այդ բարդ հացխաջրը, մինչև թեփով հացը ներերտեցվում, կամ այդ բրինձը թեփով ներերտեցվում, ժամանակ էր ասում, այնց ինսուլին չէր արտադրում։ Այդ ինսուլին արտադրողը գործարանը հիմա սկսել աշխատել 4 հերթափոխով գիշերների հետը, ինքը մաշվում է։ Եվ այդ գործարանը մաշվեց ինսուլին չառաջանում, այս շաքարային դիաբետի ժամանակ։ Ու դրա համար շաքարային դիաբետը սենց երիտասարդացել է, սենց շատացել է, ամենաառաջին պատճառներից մեկը, որը ասեք բա որտենց վատ է այդ նարկոտիկը, խիչ են իրան արգելում, խիչ են իրան, չգիտեմ ինչ անդնում, նարկոտիկա որպես այդպես տալիս։ 2 տարի, արդյոք 2 տարի չի, 10 տարի այդ աշխատանքները արդեն արվում են, ու քաղաքակիրթ երկրներում դա փորձում են ինչ-որ դեռ կարգավորել, ոնց որ մեր երկրում դա ունի
շաքարով միլիարդներ են աշխարհում։ Շաքարը ապրաստան ցանկացած ուտելիքի մեջ ու արտադրանքը վաճառվում է 10 անգամ ավել, որտեղ մարդը ուտում է շաքար, ինքը ոչ միայն ուզում է ուտի շաքար, այլ ուզում է ուտի։ Ու իրանց ապրանքից ուտի, ուրիշ ապրանքի համար իրան ուր չի գալիս։ Այսինքն դառնում նարկամ է շաքար։ Դրա համար օրինակ շաքար կարա գտնեք կետչուպի մեջ, կարա գտնեք մայոնեզի մեջ, որտեղ կապ չունի շաքարի հետ, բայց իրանք լավ էլ արտադրողները գիտեն, որ դա ձեզ նստածն է իրաց ասելու վրա։ Եվ այդ շաքարը կարա գտնեք որտեղ ասում, օրինակ յոգուրտներում, հա, բնական յոգուրտներում, որ գրած է բնական, նատուրալ նվեք երեխաներին հետ յոգուրտ, դա շաքար է։ Հենց դրա համար որ այդ յոգուրտից հետո երեխային դասիկ մատուն, երեխան մատուն չի չի ուզել ուտի, որտեղ այդ շաքար է։ Նույնն է, որ երբ որ ասան երեխան կոլատ չի ուտում, խմում ուրիշ ոչ մի չի ուզում խմի կամ երեխան որ այդ քաղցրը չի ուտում, ուրիշ մի չի ուտում, հա այդ նույնն է։ Երեխան որ դա շատ այդ եւ տրամադրության վարդացում եւ ֆիզիկական էներգիան որ կստանա մեր շաքարից, ուրիշ ոչ մի դժվար է ստանալ։ Նույնն է չեմ նարկոտիկը։ Այդ նույնն է որ դեր երեխան գնա, ասենք մաման ուզում նարկոտիկը դրած է դա բախտում ուրիշ մի չի ուզում, ես չի տանես։ Միշտ տենց տրամադրվեք, բա ես շաքարի տենց շատ բան Իսկ քաղցր մրգի համար ինչ ասեք, քաղցր մրգի։ Քաղցր մրգի մրգերը դրանք բնական շաքարներ են։ Մրգերը նայեք, օրինակ սպիտակ բրինձ ինքը շաքար է, սպիտակ ալյուր ինքը շաքար է։ Բայց երբ որ այդ ալյուրը լինում է երրորդ սորտի, այսինքն չմշակված ու իր թեփով, ինքը նորմալ է։ Նույն միրգը իր մեջի շաքարը բարդ շաքարի հետ է, բնությունը ինքը շատ խելոք է, բնությունը արտադրական է մեր օրգանիզմում։ Այսինքն ինքը ինսուլինի ապարատը չի դեռ աշխատացնում։ Շաքարի մեջ կա շատ բջջային, մրգերի մեջ կա շատ բջջային, որը թողնում է որ շաքարը քիչ ներդեցվեն, նադավ ներդեցվեն։ Իհարկե ամեն ինչ իր չափի մեջ, օրական կես կիլո միրգ, ոչ ոք։ Այդ շաքարները շատ, ինչ ասած, վախացրեցի, բայց իրականությունը դա է։ Ամերիկայում հիմա նոր մի քանի շատ աշխատանք, որպեսզի տաքսերը շաքար պարունակող սննդամթերքի մեծացնեն։ Բայց այնտեղ շատ հազար է լոբին, հələ ոչ չեն կարողանում անել, բայց ինչ են կարողացել անել, տեսել եք երևի դիտակավորում ընդհանրապես, մերում հետ քնչնան, բայց արտասահման գտնում է սննդանյութերի քանակ, ածխաջրերի այսքան, կալորիների այսքան, վիտամինների այսքան։ Այնտեղ գրվում է ածխաջրեր, որից շաքարներ այսքան, դրա կարբոհիդրատներ, շուգերս այսքան։ Եթե այդ շուգերսը գրվում է, առաջ չէր գրվում շուգերս, որտեղ կարբոհիդրատները նաև բարդերն է, չէր կարելի անել, այդտեղ լավ նավատ, արդեն 5-6 տարի գրվում է շուգերս։ Շուգերսը նաև մրգերի բնական շաքարներն են գրվում, կաղամթերքի բնական շաքարներն են գրվում։ Եթե նայեք ես որպես խորհուրդ առնելուց, մի քիչ պիտի կարդաք առնելուց, պիտի գրադարան ինձ համար ուտելիք առնել սկզբում, հետո շատ արագ ու կարդաք իմանեք ինչ առնել, եթե շուգերսը 4-5-6 գրամ մինչև կարող եք ուտել այդ սննդամթերքը։ Շատ տարօրինակ ձևով դուք գտնեք, որ յոգուրտների շուգերսը 100 գրամի մասն է, 12 գրամ է, այսինքն 4 ճաշի գտալ 12 գրամ։ Դուք ուտում եք 100 գրամ յոգուրտ, 4 ճաշի գտալ շաքարավազ եք ուտում։ Կոկա-կոլայի բաժակում 8 ճաշի գտալ շաքարավազ է եւ այլն։ Ուտած դերուտերուտերի մեծ մասը sense դուրս է գալիս։ Եվ ամերիկացիները նոր պիտակավորում, ինչը շատ մեծ պատերազմներ հետք է առաջացել, բայց ընդունել են նրա added sugars, այսինքն հավելյալ շաքարը։ Այն որ իրանք ավելացնում են։ Այդ նշանակում է, որ մի 5 տարվա ընթացքում իրանք այդ հավելացած շաքարների սպառումը քչանալու է, որտեղ մարդիկ որ տեսնեն, որ ավելացած է, բնականաբար գիտեն, չեն ակնի եւ այլն։ Տենց է ստիպում, որ գոնե արտադրողը չավելացնի շաքար, բայց դա էլ եմ ասում, այս քաղաքական ֆունկցիական խաղը մի քիչ դժվար է։ Դա այդ մի նարկոտիկից անցան։ Ասեք, իսկ ասում են նավատ շաքարը օգտակար չէ, շաքարը օգտակար չի կարող, այդ մոռացեք, շաքարը օգտակար չի։ Ոչ մի օգտակարություն չկա, օրգանիզմը այդ մի գլյուկոզ է, ինքը կարող ստանալ եւ սպիտակից, եւ ճարպից, եւ բարդ ածխաջրից, այսինքն ինքը կարող միսը քարքայի դարձնել գլյուկոզը, որտեղ ինքը սովոր է, որ երկար ժամանակ օրգանիզմը կարող չտանա ինձ բարձր վարչակարգներ, ինքը կարող ճարպը քարքայի դարձնի գլյուկոզը, բայց օրինակ օրգանիզմը ոչ մի բանի չի կարող սպիտակից սինթեզի, ինքը սպիտակուցի ամենաթում ոչ մի բանից չի կարողանում սինթեզ, իր օրգանիզմին պետք է որ դուք ստանաք դեր սպիտակից, բայց շաքարը ինքը հանգիստ կարա եւ ձեր թեփով արվեց մակարոններից եւ ասենք այդ նույն բարդ ածխաջրերին, չասեմ լոբազին, ոսպեղեն, պանջարեն, դեպի ածխաջրերը կարա պարզացնի ու դարձնի իր շաքարը, հենց որ օրգանիզմը առանց շաքարի չի կարող կամ շաքարի կարիք ունի, այդ հեքիաթ է։ Մերժում են,
մեղրը երբեք առանձին չեք օգտագործում, այսինքն առանձին չեք արթնում մեղր խմել։ Մեղր ուտում եք հացվարակի հետ։ Մեղրը ուտում եք ճաշի հետ։ Ուտում եք մեղրը չենք օգտագործում առանձին, որ մի հատ էլ ինսուլինը մի քիչ առաջացնի, այսինքն արագ օրգանիզմ շաքար չի հնչում, ցանկացած շաքար ասեք։ Կներեք մի բան ասեմ, այսինքն համար նաև առանձին միրգ չեն ուտում։ Որտեղ մրգի մեջ էլ բնական է, բայց մեկը կա է բնական շաքարը։ Մենակ միրգ չեն ուտում, միրգը ինքը սենց ուտում եք ուտելու հետ, հա, որպեսզի ինքը դանդաղ լերծծվի ու օրգանիզմին առաջադառնում դա համոնես տեսնում։ Այսինքն դուք ասացիք միայն հացի եւ կարագ։ Ուտեք, ոչ թե խմեք, առանձին չկա մեղր։ Մեղրը պետք է ընդունվի ուտելու հետ։ Այսինքն, երբ որ դուք մենակ մեղր եք ուտում, պատկերացրեք դուք մենակ շաքար եք ուտում։ Մեղրաջուրը։ Դա, մեղրաջուրն ու մեղրի տարբերությունը օրգանիզմը չի հասկանում։ Իր համար դուք մեղր եք ընդունում, դա մեղրի մեջ լուծված է, թե չլուծված է, ինքը միայն այդ ինսուլինը պիտի առաջացնում։ Չի կարելի, դա մնալով քորի միրգ էլ չի կարելի մենակ։ Պետք է միրգ ուտեք եւ նախ Ես ճիշտ հակառակը գիտեի, որ միրգը դրիվ ածիլից։ Մրգերից էլ չկարող որ պրաժել ասենք ծիրանի մասին կողքայ։ Չէ, ծիրանի մասին թեմա չեմ կարող պատմել, որ ինչ պատում կալիչիստ է դապստում ուպադրի վրացավրի։ Աբրուբուսի չի ասած, մեղջեր օգտագործում եք օրական կես կիլո։ Բոլոր ձերքերի հետ օգտագործում եք օրվա մեջ կես կիլո։ Առողջ չափահաս մարդու նորմալ մրգերի վերաբերյալ ինքը կես կիլոն է, ոչ ավելի։ Կես կիլոն ուզեմ մեզ տխրացնել, դուք 4 հատիկ, 5 հատիկ ծիրան։ Երեկոյան ասենք կարելի է։ Միրգ ուտում ենք օրվա առաջին կես կիլոգրամ եւ 4 օր։ Երեկոյան միրգ չենք։ Ընդհանրապես ոչ օրիները, ոչ կերակրող մայրերը, ոչ նիհարները, ոչ ավելորդ քաշող մարդիկ, ոչ երեխաները, ոչ մեծերը, ոչ մեկի խորհուրդ չի տրվում։ Երեկոյան ուտել հում միրգ կամ մայրական։ Հում ամեն ինչը մարսում առավոտյան ավելի լավ, երեկոյան ինքը լավ չի մարսում, ալիքներում առաջացնում խմորման պրոցեսներ, այդ ժամանակպես էլ որ խնձորը օրինակ խացախ է դառնում, սպիրտ է դառնում, ու դուք ամբողջ գիշեր այդ բոլոր աղբերը ներծծում եք ձեր մարսողական համակարգից օրգանիզմ ու ձեր ասենք թե օրինակ լիարդը որ ինքներ համստանալ վերականգնում է, ինքը զբաղվում է դրանց քայքայումով ու այդ օրգանիզմը մաշում։ Իսկ որ ասում եք միրգը ուտում ենք ինչ-որ բանով, ասենք նախաճաշի բանի ժամանակ։ Մրգի մեջ քանի որ պարզ շաքարն է, այս բոլոր շաքարի թեմայի շուրջ ասած։ Կամ պարզ շաքար է, բարդ էլ կա, բայց պարզ էլ կա, որ պարզ շաքարները շատ են։ Ու գիտե մենակ իրան ինքը էլի արագ է ներծծվում։ Ու էլի ինսուլինը պիտի առաջացնում։ Իսկ որպես ինքը ստամոքսում դանդաղ ներծծի, պետք է անդր էլի ինչ-որ բաներ լինեն, որ ինքը մեծ մի անգամից շատ չներծծի, դրա համար ցանկալի է օրինակ միրգը կտրել բանջարեղենով սալատի մեջ, խնձորը կտրել պոմիդոր վարունգով սալատի մեջ, ելակը լցնել այդ նույն մարուլով պոմիդոր վարունգով սալատի մեջ, մի շատ համ, հա։ Ու այդտեղ ծիրան ուտել, հա, իրական համ, շատ համ։ Հա, մենք հարթակում օրինակ մրգի բանի սալատների պատրաստանալու ոնց է, կարակակի, կտած կպատրաստենք, կտեսնենք, ասենք, շատ հավասարում ասենք։ Եթե ճնշումը ցած է, բացի շաքարից չի բանը։ Բացի շաքարից, նայեք իր մեջ արդեն կա բացի շաքարից, շաքարը ճնշում չի բարձրացնում, մոռացավ։ Շաքարը ճնշում չի բարձրացնում, նրա համար բարձրացնում է, բայց այդ նույն նարկոտիկն է, որ ասեք ես չեմ կարողանում երկ գրել, բացի նարկոտիկից ինչ անեմ որ երկ գրեմ։ Այդ դες էլի կբարձրացնի շաքարը, բայց շաքարը ճնշում բարձրացնելու համար պետք չի օգտագործել։ Պարզ պրիմիտիվ մեթոդ կա, աղ է լցնում լեզվի տակ։ Ինքը մի անգամից ճնշումը բարձրացնում է։ Երբ որ մարդուն է ճնշում եք աղալի բացառում անում եք, իսկ այս դեպքում երբ որ ճնշում իջնում անում եք հակառակը, լեզվի տակ լցնում եք մի կտորով, վարկենական։ Ինքը դեր ճնշում բարձրացնում է։ Ես մացենց անցնեմ մի հատ անցում, հա, հողիների ճնշումը չի կարող չլինի։ Շատ հաճախ ալում հողիների ճնշման չեցում, այդ առաջինը սխալսման հետևանքը, շատ սխալսման հետևանքը, երբ որ կամ տոքսիկոզա տանում, կամ իրան չի հետևում, սնուցմանը չի հետևում, որտեղ նորմալ ուտելու պայմաններում երբևէ ճնշումը չի իջնում։ Երկրորդը ֆիզիկական թերապևտության ժամանակ, երբ որ կանային տոնուսը չկա, նաև աղիքների տոնուսը լավ չի, մի անգամից իջնում է։ Ու ամենավատ չէ, ամենավտանգավոր պատճառներից մեկը երկաթի պակասն է։ Երբ որ հղինում նույնիսկ մեր հանրապետությունում այդ հղիների մեծ մասը երկաթի պակաս կամ երկաթ պակաս օդային անեմիա, այդ ժամանակ ճնշումը իջնում է։
ու հատկապես շոկ եղանակին այս խեղճկները տենց պայման, կտորիման պարկում չեն կարողանում անել։ Ինչ կարելի է անել այս դեպքում, ամենաառաջինը էլի մինչև հղիություն դա պետք է անել, պետք է որոշեք ձեր օրգանիզմում երկաթի քանակը և հեմոգլոբինի քանակը։ Այս երկու բառ ասեմ, ինքը կարևոր թեմա է։ Երկաթը օրգանիզմը ընդունում է հիմնականում մսից, ոչ թե բազուկից, ոչ թե խնձորից, այդ բոլորը մոռացեք, նորմալ տավարի մսից, բուսակերների համար ինքը կարող է խնդիր լինի, որոնք երկար տարիներ միշտ չեն ուտում, նաև սոցիալական խնդիր է, որտեղ մարդիկ չեն կարող ամեն օր միշտ ուտել այնքան ինչքան որ պետք է։ Ամեն դեպքում օրգանիզմի սննդամթերք, օրգանիզմը երկաթներուծող հիմնական սննդամթերքի աղբյուրը դա տավարի միսն է, որը երկաթի պակասի ժամանակ պետք է լինի հիմնականում ամեն օր մի փոքր կտոր առանց ուրիշ ոչ մի բաների, այսինքն առանց բանջարեղենի, առանց կանաչեղենի, որպեսզի երկաթի ներդրումը չխանգարի։ Երկաթի ներդրումը լավացնում է վիտամին C, ցանկալի ավարտում կտորինում միսես դեպքում երկաթը, այդ երկաթի վրա ու իրան ուտել։ Եթե խոսքը վերաբերվում է արդեն երկաթի պակասին ու հեմոգլոբինի պակասին, այսինքն սակավարությանը, միսը չի օգնում, լավ է, որ միսը կապած, պետք է հավը։ Օրգանիզմը ինքը ունի երկաթի պաշար, որը ոնց որ իր ռեզերվում է, այդ երկաթը պահում է ռեզերվում, երկաթը միացնում է միացմիդակոցին ու իրար հետ կոչվում է դա ֆերիցին։ Ինքը այդ պաշարը պտտվում է օրգանիզմի մեջ, որտեղ կնոջ օրգանիզմը որոշակի ժամանակում մեկ ամիսը 20 կմ երկաթագործում, արմը գործում, ինքը հետո վերականգնում է ու կարողանում է այդ պաշարով կարգավորի իր երկաթը։ Եվ հիմնական երկաթի ֆունկցիան, ասենք ասենք, այդ արյան մեջ կարմիր բջիջների մեջ, կա հեմոգլոբին, ինքը դա մեր մասը ու օգնում է, որպեսզի օրգանիզմը վերցնի թթվածինը ու տանի, ասենք, թթվածինը տանի ուղեղի, թթվածինը տանի սրտի, ինքը թթվածինի տրանսպորտ է կատարում, իսկ առանց թթվածինի ոչ մի օրգան չի կարող շնչի։ Երբ որ երկաթի պաշարները, երբ որ երկաթը սկսում է պակասել, առաջինը ոչ թե հեմոգլոբինն է իջնում, առաջինը իջնում է իրեն պաշարները։ Պաշարներից որտեղ անդամ ուղարկում աշխատող օրգան, այնքան դուք դեր կլինիկայով կարող եք չունենաք ոչ մի գանգատ։ Այսինքն դեր հեմոգլոբինը նորմալ լինի, օրգանիզմը հենց կարողանա ստանալ իր պաշարները, բայց դա արդեն հորանջում է։ Հենց դա նշան, կարող լինի նշան ուղղակի, որ փակ պայմաններ աճը թթվածնի պայմանները քիչ է, կարող է թթվածնի պայմանները թաքնված բաներ կարող լինի, որ երկաթը պակաս է, բայց սկզբում մարդիկ տանեն անալիզ են տալիս, ասում են իմոց շատ են միացել, հղինել, դե հեմոգլոբինը նորմալ է, երկաթը նորմալ է, չեք կարող իմանալ հեմոգլոբինը նորմալ է, պաշարը լավա թե չէ, կարող է դեր հեմոգլոբինը նորմալ է, բայց պաշարը նորմալ չէ, դրա համար ինչեւ հղիանելը, ցանկալի է որոշել եւ հեմոգլոբինը, այդ ունեն ինչքան իր մեջ կա երկաթ, ու անպայման այդ ֆերիցին է, պաշարը, որտեղ առանց պաշարի չեք կարող իմանալ, հեսա որ դուք հղիանալ ու ձեր երկաթի պահանջը համարեք գտնապատկվի ձեր պաշարը ձեզ հերիք է գա, թե չէ։ Առաջին կետերից մեկը, որ ուշադրություն պետք է դարձնել, մեր երկու մեկ խնդիրը դրա համար հաց են ուզում հարստացնել, ալյուր են ուզում հարստացնել եւ այլ, այդ չհարստեք ոնց են վերաբերում այդ հացը, մեկ չեմ ասել։ Բանին, ուրեմն անպայման որոշում եք ֆերիցինի քանակը։ Եթե երկաթի պաշարները քիչ է, արդեն սկսում եք երկաթ խմել։ Պետք չի հեմոգլոբինը լինի ցածր, եթե հեմոգլոբինը ցածր է, նշանակում է պաշարը արդեն չկա, պետք է ոչ թե հեմոգլոբինով, այլ կոնկրետ, որտեղ հիմնականում որոշում են ամեն անընդհանուրանալիզ են տալիս, ասում են էրիթրոցիտները լավ է, հեմոգլոբինը լավ է, իմ երկաթը լավ է, ես ամենյա չունեմ, կարող է ամենյա չունեմ, բայց երկար պատասխանատվային վիճակն է, ինչը մի անգամից սրվելու է հղիության ժամանակ, որտեղ ամբողջ երկաթը գնալու է երեխային, ու դուք մնալու եք առանց երկաթ, ու ընդհանրապես սկզբում հիշեք, ինչի պակաս ունենաք, դուք եք դուժել, ոչ թե ձեր երեխան, այն ամեն ինչ գնալու է իրան, դեր հատարներն ապչանալու առանց կալցիումի, դեր երկաթն իջնելու, յոդի պակասից վահանակ դուք եք տարապելու, երեխան հենց ինչ որտեղ գնալու է ստանալու, բայց դուք կարողանալու եք երեխաների ու вообще կյանքը երեխաներն են նայում քչլավել, այդ ամեն ինչը շատ պետք է դրա համար վերադառնանք երկաթին, անպայման որոշում ենք ֆերիցինի քանակը հղիանալուց առաջ ու եթե պակասը չենք խմում բազուկի սոկ, խնձոր չենք ուտում, դրանից երկաթը շատ է, բայց չի ներծեցում, շատ է, իրականում շատ է, որոշ բաների մեջ երկաթի քանակը շատ է, թեպի մեջ է շատ է, բայց հուսականելի բաների մեջ կա շատ երկաթ, բայց մեր քանի որ իրանք բջջանյութի հետ են, իրանք բջջանյութի
իրաց կապում օրինակ չեն կարողանում ներծծվել։ Երկաթը ներծծում արշա, դրա համար եմ միս որոք է դա բանջարեղեն ընկել, գիտե որպես երկաթ է կոդում այդ միսը։ Եվ առանձին պրոստը միս պետք է ապել կամ ուղղակի իհարկե դա ինչ ցանկալի է նույնիսկ ինքնագլուխ ասած օդից այլ արել մատ գտնել մատբժիշկ որ վստահելի է որ գրագետը եւ իր հետ է տանում չանեմ։ Խմում եք երկաթ։ Երկաթի վերականգնումը ինքը դժվար պրոցես է։ Չնայած օրգանիզմի եթե ունի երկաթի պակաս, ինքը արդեն 25% ավելի արագ է ներծծելու երկաթը։ Մի քիչ էլ ուտեք, ինքը լրիվ ներածում, բայց քանի որ կինը անընդհատ կորցնում է այդ երկաթը։ Հիմնական սխեման սենց է, մենք նշանակում ենք 3 ամիս երկաթի պրեպարատ, լավ անիմյանների դեպքում, չի շատ հաճախ ստենց լինում է։ Եվ հետո ամեն դաշտից հետո մի շաբաթ եւս 6 ամիս։ Դե պատկերացեք ինչքան երկաթ, ինչքան է պետք երկաթի պաշար վերականգնելու համար, հա, նենց չի, որտեղ մարդը ասում է, այ չգիտեմ, մի շաբաթ խմեցի, լավ եմ, էլ չկա տենց, երկաթի պաշարը շատ երկար ուրան պետք է վերականգնելու։ Ինչ կանգառներ կարող լինի այսպես օրանջերից բացի։ Մարդիկ թույլ են, մարդկան ճնշում իջնում է, մարդիկ քնկոտ են, ու շատ հաճախ այդ հղիները չեն կարող վերագրել, ասում դե հղի եմ, ուզում եմ պարկեմ, ուզում եմ քնեմ, հղի եմ խոսում է երեք բարից արդեն իր շունչի կտրում է, չի կարողանում քայլել, դա թվատին չկա ոչ միտեղ, հա, հղի ունեմ, որ հեռախոսով խոսում է, սկսում է շունչի կտրել, դա հեկեբավական, հա, չէ կարողանում ոչ միտեղ, եւ հղիերը ինչ են ասում, արիմյատ առաջին տեսքից երևում է, որովհետև իրանք ունենում են, ինչ ասեմ, չտերնական աչալում, գույն, բաց, շետ, ես իհարկե դեմ ինչ բժշկական հետադարձության բաներ եմ ասում, բայց քանի որ բժիշկներին հաճախելություն են դուքները կարող փոխել։ Ուղղակի սա բացարձակացնում եք այս աչքի տակը, հա ու նայում եք այս լորդաթաղանքին, ինքը պետք է մի լավ արտահայտված վարդագույն։ Եթե ինքը լավ արտահայտված վարդագույն չի, սպիտակ է եւ այլն, նշանակում է այդ հեմոգլոբին անանաչ արդեն չկա։ Ընդհանրապես լավ կլինի, որ եւ հորիցոնից առաջ եւ հորիցոն ժամանակ եւ գերատորի ժամանակ դուք լինեք մի հատ լավ վստահելի գրագետ բժշկի հսկողության տակ, որտեղ ես ոչ Facebook-ով որ նայում թե այդ խմբերում մամանն ինչ հարցեր են գրում, ուղղակի սարսափում եմ, որ նիժել ես աստիճանքով։ Երեխասը գելա գետնին բանը, ինչ կարամ անում, ինքը Facebook-ում 56 հատ կոմենտ է կարդում, մինչև իր երեխան ընկել է, էլ ասենք փոխանակ զանգի մի հատ բժշկի կամ երեխա ստուգի կարողն է, ինչ կարամ անում, այնտեղ ամեն մեկը գրում է, մայր սկսի ես ինչ ու նայն է դու, չգիտեմ այդ երեխան սայլյացից հետո ինչ այլն, բայց իրականում լավ բժիշկը շատ ավելի լավ է, քան Facebook-յան ընդհանրապես։ Իսկ մնացած խորհուրդները երկաթից եկեք անցնենք մյուս կարևորը։ Ես երկաթ